Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում, հայտարարել է ՀԱՊ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը։ Հայաստանը սկզբից ի վեր եղել է ակտիվ եւ ներդաշնակ անդամ պետություն, արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, եւ ՀԱՊ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, ասել է նա։ Մասադիկովի խոսքով անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը Երևանի հետ քննարկելու բոլոր հարցերը առանց բացառության, որոնք վերաբերում են համատեղ աշխատանքներում հայկական կողմի լիարժեք մասնակցության վերականգնմանը։ Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել դատախազի մասնակցությամբ գիշերը 3:40-ի սահմաններում Ազատության պողոտա, Ներսիսյան, Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում բախվել են Տեսլա եւ Կիա Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Տեղում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ Տեսլայի վարորդը դատախազ է։ Վթարի մասնակիցների ինքնությունը պարզվում է։ Հայաստանում այս տարվա հունվար-հունիս ամիսներին ճանապարհատրանսպորտային 2151 պատահար է տեղի ունեցել, որոնց հետևանքով մահացել է 114 մարդ, վիրավորվել 3127-ը։ Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերի զոհվածներից 23-ը կին է, 7-ը երեխա։ Վիրավորների մեջ 409 երեխաներ են։ Ամենաշատ վթարները տեղի են ունեցել Երևանում 847 դեպք, ամենակիչը Վայոց ձորում 35 դեպք։ Ուկրաինան առաջին անգամ սկսել է կիրառել բրիտանական արտադրության դրոններ Ռուսաստանի խորքում թիրախներ խոցելու համար, հայտնել է բրիտանական Times-ը։ Երկրում գրանցվել է անօդաչուներով ամենազանգվածային հարձակումներից մեկը։ Մոսկվայի երկնքում արձանագրվել է շուրջ 600 ուկրաինական ԱԹՍ։ Հարված է հասցվել նաև Պոդոլսկում գտնվող Վալբերիսի խոշորագույն պահեստներից մեկին։ Դոնեցկում անօդաչուի հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Գալակտիկա առևտրի կենտրոնում։ Օդեսայում, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ռուսական ԱԹՍ-ն թիրախավորել է Էպիցենտր հիպերմարկետը։ Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով Պարսից եւ Օմանի ծոցերով անցնելու իրավունք չունի։ Ըստ գեներալի, ամերիկյան զորքերը վտարված են, նրանց մուտքը այդ ջրային տարածքներ արգելված է, իսկ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաները երբեք չեն վերականգնվի։ Հաթամին շեշտել է, որ Հորմուզի նեղուցը Իրանի համար աշխարհաքաղաքական բացառիկ հնարավորություն է եւ այնտեղ իրավիճակը այլևս չի վերադառնա նախկինին։ Հունգարիայում շրջվել է Լեսբոս աշրջիկների տեղափոխող ավտոբուսը։ Պատահարի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել 10։ Ողբերգական վթարից հետո ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։ Լեհաստանի Սանոկ քաղաքում գտնվող ժողովրդական ճարտարապետության բացօթյա թանգարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կրակի հետևանքով ամբողջությամբ այրվել եւ հիմնովին ոչնչացվել է 17-րդ դարի պատմական փայտե եկեղեցին։ Հավայան կղզիներում մոլեգնող Լալա փոթորիկը հանգեցել է ողբերգական հետևանքների եւ ենթակառուցվածքների լուրջ խափանումների։ Աղետի պատճառով 1 մարդ զոհվել է։ Բացի այդ, ուժեղ քամիներն ու վատ եղանակային պայմանները վնասել են էներգահամակարգը, ինչի հետևանքով կղզիներում էլեկտրաէներգիայի անջատումներ են։ Ճապոնիայում մոլեգնող հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը արդեն հասել է 10-ի։ Տարերային աղետը տարածաշրջանում զանգվածային հեղեղումների եւ սողանքների պատճառ է դարձել, վնասելով բնակավայրերին ու ենթակառուցվածքներին։ Իշխանությունն ու փրկարարական ջոկատները աշխատում են արտակարգ ռեժիմով, օգնելով աղետից տուժած քաղաքացիներին։ Մարոկոյի ոստիկանությունը ուժ է կիրառել հարյուրավոր միգրանտների նկատմամբ իսպանական ինքնավար Սեուտա կղզու հետ սահմանին։ Իրավապահները փակել են նրանց մուտքը դեպի Սեուտա եւ սկսել են անօրինական միգրանտների ձերբակալությունները։ Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդոն ակնարկել է մարզական կարիերայի հնարավոր ավարտի մասին։ Լեգենդար հարձակվողը նշել է, որ ընթացիկ տարին կարող է եզրափակիչը լինել իր ֆուտբոլային ճանապարհին։ Սա հավանաբար ֆուտբոլում իմ վերջին տարին է։ Ես արդեն գիտեմ, թե ինչ եմ անելու թոշակի անցնելուց հետո։ Շատ ծրագրեր ունեմ, ասել է Ռոնալդոն։ Թե կոնկրետ ինչով է զբաղվելու ֆուտբոլիստը մեծ սպորտից հեռանալուց հետո առայժմ չի բարձրաձայնել։ Այծերը ԱՄՆ-ում ավտոբուսով երթևեկել են, նրանք շատ հանգիստ մտել են ներս, իսկ երբ հասել են նախընտրած կանգառը, կենդանիները սովորականի պես դուրս են եկել։